Երևանի մետրոպոլիտենի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, շարունակելով ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։ Գործակարգավարական նիստում քաղաքապետին զեկուցել են, որ մեկ շաբաթվա ընթացքում մետրոպոլիտենը սպասարկել է 509,514 ուղևորի։ Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանն էլ տեղեկացրել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների ընդհանուր թիվը կազմել է 2,439,525։ Որից տրոլեյբուսներում 92,151, մետրոպոլիտենում 509,514 և ավտոբուսներում 1,837,860։ Իսկ համեմատական նախորդ շաբաթվա համեմատ աճ ունենք 43,000-ի կարգի։ Նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ անդրադարձ է կատարել օդի աղտոտվածության խնդրին։ Նա նշել է, որ այս սեզոնին օդի որակը զգալիորեն բարելավվում է։ Այս սեզոնին արդեն իսկ օդի որակը Երևան քաղաքում էականորեն փոխվում է դեպի լավը։ Ճիշտ եմ արձանագրում։ Եվ սա ցույց է տալի մեր 173 սարքերը, որոնք որ տեղադրել ենք Երևան քաղաքով մեկ։ Եվ բայց մենք ունենում ենք խնդիրներ հիմնականում ձմեռվա ամիսներին եւ դա պայմանավորված է ինչով, պարոն Ավետիսյան։ Պարոն քաղաքապետ, ձմեռային ամիսներին մենք յուրաքանչյուր տարի ունենում ենք այդ խնդիրը, պայմանավորված եւ ջեռուցման սեզոնով, երբ որ որոշակիորեն ավելանում է, այսինքն աղտոտման աղբյուրներին գումարվում է նոր աղտոտման աղբյուր, ջեռուցումը, պայմանավորված Երևան քաղաքի աշխարհագրական դիրքով։ Նախորդ ամսվա ընթացքում Երևանում շտապ բուժօգնություն է դիմել 184 վթարի եւ վրայերթի ենթարկված քաղաքացի, որից տուժել է 194 քաղաքացի, գրանցվել է 3 մահ։ Կանչերի ընդհանուր թիվը մեկ ամսվա ընթացքում կազմել է 24430։ Երևանում մարտին գրանցվել է 645 մահ, ծնվել է 1506 երեխա, որից 772-ը տղա, 734-ն աղջիկ։ Մեկ դեպքում ընտանիքում ծնվել է թվով 11-րդ երեխան։ Տիգրան Ավինյանն էլ նշել է. Ժամանակին մենք այդպիսի ժամանակներ ունեցել ենք, երբ որ մարդը ցանկում է շտապ օգնություն եւ կարող էր հասանելի չլիներ շտապ օգնությունը, հիմա նմանատիպ դեպքերը բացառված են։ Եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանն էլ ներկայացրել է, որ 2025 թվականի հունվար-մարտ ամիսների համար նախատեսված ավելի քան 17 միլիարդ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 16 միլիարդը եւ կատարողականը կազմել է 94,3%։ Դերակատարման հիմնական պատճառ է հանդիսացել փոխադրավարձի գծով եկամուտների հավաքագրումը շուրջ 1,5 միլիարդ դրամ, որը պայմանավորված է Երևան քաղաքի հավաքանու տարբեր որոշումներով, նշված եկամտատեսակի մասով սահմանված արտոնություններով, այդ թվում նաև մինչ 2025 թվականի փետրվարի 28-ը ձեռք բերված փաթեթների համար լրացուցիչ 1 ամիս անվճար երթևեկելու հնարավորության տրամադրմամբ։ Գործակարգավարական նիստում քաղաքապետին հայտնել են նաև, որ ամբողջությամբ ավարտվել են Դավիթ Մալյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները, տեղադրվել են էներգախնայող LED լուսատուներ։ Գործընթացը շարունակվում է Արտաշեսյան, Սարալանջի, Չարենցի, Գուրգեն Մահարու եւ Շիրակի փողոցներում։ Տեղադրվել է ընդհանուր առմամբ 580 LED լուսատու։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։